Երկու եղբայրներ էին, երկվորյակներ, մեկը մշտապես դժգոհ էր, մյուսը անսահման հավատով լի։ Նրանց ծննդյան օրը հայրը որոշեց ցույց տալ, թե ինչպես է աշխատում մարդու մտածելակերպը։ Այն որդին, ով որ միշտ դժգոհ էր, նրան սենյակը լցրեց նվերներով, մինչև առաստաղ, իսկ հավատով լի կյանքում մշտապես ուրախ որդու սենյակը դրեց ընդամենը մի կտոր ձի ու աթար։ Առավոտյան վատատես որդին բողոքում էր. այսքան նվերը պետք է բացեմ, չգիտեմ էլ թե ինչ կա ներսում, ողջ օրս փչացավ։ Իսկ երբ մտնում է լավատես որդու սենյակ եւ տեսնում է, թե նա ինչ ոգևորված կանգնած նայում է աջ ու ձախ, աղջիս, ինչ է պատահել, ինչպես է անցնում օրդ, հարցնում է հայրը։ Տղան պատասխանում է. հրաշալի, ինձ երևի ձի են նվիրել, բայց ուր է ձին։ Հենց դա եմ փորձում բացատրել, հենց դա եմ փորձում բացահայտել, եթե նշանը այստեղ է, ուրեմն ձին էլ պետք է որ այստեղ լինի։ Ինչ է սովորեցնում այս պատմությունը։ Կյանքում կան մարդիկ, ովքեր ամեն բանում խնդիր են տեսնում, եւ կան մարդիկ, ովքեր ամեն փոքր նշանի մեջ հնարավորություն են գտնում։ Մենք չենք ապրում իրականության մեջ, մենք ապրում ենք մեր պատկերացման մեջ այդ իրականության մասին։ Ինքը նույնն է բոլորի համար, բայց մեր վերլուծությունն է, որ փոխում է արդյունքը։ Ոմանք տեսնում են միայն խնդիրներ, իսկ ոմանք հնարավորություններ, որոնք դեռ չեն բացվել, բայց անպայման կբացվեն։